Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է իհարկե, որը լինում է շաբաթը մեկ անգամ։ Սա նաև հարցերի տեսանյութն է, որտեղ կարող եք հարց տալ, հարց ուղղել, նաև եւ պատասխանը ստանալ, որովհետև բացի աստղից նաև գոյություն ունեն մնացած քարտերը, որոնք որ հենց պատասխանում են այդ հարցերին, որոնք որ ձեզ անհրաժեշտ են։ Որովհետև միայն աստղը չի որոշում, որ կկատարվի արդյոք ձեր ցանկություն, թե ոչ մնացած քարտերը եւ դեր են խաղում։ Եվ 4 տարբերակից է, պահեք 4 տարբերակից որևիցե մեկը, 4 տարբերակն էլ միանգամից իրար հետ մի պահեք, նույն բանը, պահեք տարբեր բաներ, ժամանակահատված նաև կարող եք պահել, օրինակ, այս ժամանակահատվածը դե մեկ շաբաթ կարող եք պահել, 3-ից 4 օր կարող եք պահել, մինչև կիրակի կարող եք պահել, եթե իհարկե նայում եք երկու ալիքներն էլ։ Դե ես խառնեմ, մինչև դուք պահեք ձեր ցանկությունը, ձեր հարցը ուղղեք քարտերին։ Ահա, մենք կնայենք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Տեսնենք, ինչ կլինի։ Աստղը դեռևս չընկավ, դե բայց այստեղ արդեն իսկ իրադարձություններ կան, որոնք որ տեսնում եմ։ Ես կեսնում աստղին, այստեղ է։ Մի փոքր կուշանան, նայեք աստղերը իրարից հեռու են, բայց կարող է նաև ձեր ցանկությունը այստեղ լինել, այնպես որ մի հուսահատվեք, եթե չկա, ուրեմն դա նշանակում է, որ դեռևս իրոք ժամանակը չէ դա կատարվելու համար, պետք է մի փոքր սպասեք, որպեսզի այդ ցանկությունները իրականանան։ Մի շտապեք։ Ահա, ուրեմն, առաջին տարբերակում հեռախոսազանգ, կարող է ինչ-որ մեկի հեռախոսի զանգին եք սպասում, որ շատ կարևոր է ձեզ համար։ Թորներ, ծոռներ, երեխաներ եւ այլն, հա, բոլորով միասին հավաքվեք ինչ-որ միտեղ, եթե դա ձեր ցանկությունն է, դա ձեր երազանքն է, ապա այն կիրականանա։ Կամ գնալ նկարչության հետ, այդպես ինչ-որ ստեղծագործական աշխատանքով զբաղվել, նաեւ այդ գործիքները գնել եւս կկարողանաք անել։ Կարիերայի բարձրացում, փոփոխություն, առաջ խաղացում, բիզնեսի բացում, եթե ցանկանում եք, մեքենա կարող եք ձեռք բերել, գնել, օտար երկիր մեկնել, օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարցեր այստեղ կարող են իրականանալ։ Եվ հանգիստ, ի վերջո հանգստանաք ինչ-որ մի բանից, աշխատանքից եւ այլն։ Նաև ինտիմ հարաբերություններ, ինչու՞ չէ, ինչ-որ մարդիկ կարող են երազել, ինչ-որ մեկի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մասին։ Դե դա իհարկե եւս էլի նորից կիրականանա դա, այստեղ ասում է, որ այո, կիրականանա դա։ Այսքանը։ Ոնց որ թե ոչինչ բաց չեմ թողել։
Այսքան առաջին տարբերակի համար պահեք երկրորդ տարբերակը, եթե դեռ չեք պահել, պահեք անպայման ընթացքում, բայց նույն բանը մի պահեք, որ առաջինը չեղավ, ահա երկրորդը պահեմ, չէ, նման բաներ չի կարելի, որտեվ քարտերը սխալ կպատասխանեն ձեզ։ Հետո չեք իմանա, հիմա եղավ թե չէ, երբ որ մարդը շատ է ուզում ինչ-որ մի բան լինի, էջում երկու հալիքում էլ լիքն են, անսպառ գոյություն ունեն ցանկության տեսանյութեր։ Եթե ցանկություն ունեք, առաջ տվեք, այսպես շատ արագ առաջ տվեք եւ հենց տեսնում եք կարող կանգնացնել, որը ձեր սիրտը ուզում է կանգնացրեք եւ նայեք։ Ահա, կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Հետաքրքիր բաներ են անկնում շատ, դեռևս աստղը չկա, միգուցե ներքևում այստեղ լինի, չի բացառվում ոչինչ։ Չէ, վերջումը, ցավոք սրտի։ Մի փոքր այսօայն կողմ է, մի փոքր։ Լավ կլիներ, եթե այդպես չենք նայում, ինքը բավականին հեռու է այս պահին։ Ահա։ Ուրեմն երկրորդ տարբերակում այստեղ օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարց այն ինչ որ պահել եք, այն ինչ որ մտածում եք, դա ասում եք լինի, այնտեղ կարող գնում եք արձակուրդ, կարող է յուրաքանչյուր բան, որ դուք կամ ուզում եք գնալ ուղղակի օտար երկիր։ Տան հետ կապված այստեղ տան գնում, ուզում եք գնել եւ վերանորոգում նաեւ յուրաքանչյուր տան հետ կապված բան բացի վաճառքից։ Բիզնեսի բացում այստեղ, եթե ուզում եք կարող եք բացել, գումարն էլ կգա, կարող եք հանգիստ բացել ձեր բիզնեսը, այն ինչ որ դուք ուզում եք։ Եվ ոմանց նաև ամուսնության առաջարկ կանեն, այնպես որ սպասեք այդ օրվան։ Այսքանը երկրորդ տարբերակի համար նիհարեցումն է կար, կարծես թե։ Ոնց որ թե նիհարումն էլ կար։ Պահեք երրորդ տարբերակը, եթե դեռ չեք պահել։ Պահեք, տեսնենք ինչ է լինում։ Հուսով եմ, որ նորալուսինը ձեզ վրա շատ լավ է անդրադարձել եւ նորալուսնից հետո ձեզ մոտ շատ կարեւոր բաներ են տեղի ունեցել։ Օրինակ, ես շատ կարեւոր պայմանագիր եմ ստորագրել եւ հուսով եմ, որ ամեն ինչը լավ կլինի։ Ահա, կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Ցավոք աստղը մի փոքր նայում եք։ Դուք տեսնում եք հələ։
Հստակ երևի չեք պահել ձեր ցանկությունը, հստակ պետք է պահեք, պատկերացնեք այդ ցանկությունը, որ արդեն եղավ, ձեր մտածմունքները այդ պահին, ձեր վիճակը, ձեր ներսում ինչ է կատարվում այդ պահին է, այդ ամեն ինչը պետք է զգաք, դա է ցանկությունը։ Ահա, երրորդ տարբերակում, այստեղ պարտքերի մարում, վարկերի մարում, եթե նման հարցեր ունեք, ցավոք ցանկությունը մի աննշան է այս այն կողմ, շատ չնչին, այնպես որ շատ չի ուշանա ձեր ցանկությունը։ Գումար նաև կարող եք ստանալ, ոմանք կարող են աշխատանքի ընդունվել, պայմանագիր կնքել, ոմանք նաև ծանոթանան հակառակ սեռի ներկայացուցչի հետ, նաև այստեղ գործարք կնքել, մի խոսքով շատ լավ քարտ է դա, հատկապես ովքեր որ աշխատանք են փնտրում, կարող գնում եք հարցազրույցի, նաև գործիքներ, ոմանք գործիքներ կգնան, որպեսզի սկսեն վերանորոգում անել, ոմանք գործիքներ կգնան, որպեսզի սկսեն իրենց գործունեությունը, կախված թե ինչ որ բիզնես եք ուզում բացել եւ գործիքներ եք ուզում գնել։ Ոնց որ մտածում եք, սկսեք թե ոչ, սա ասում է գնեք, գործիքները գնեք, արդեն պատրաստ եք։ Այսքանը երրորդ տարբերակի համար, գոնե տեսնենք, գոնե այս վերջերս միշտ 4-րդն անգնում, գոնե 4-րդ անգնի։ Ինչ ուզում մեզանից։ Տեսնենք 4-րդ տարբերակը։ Հաջորդ տեսանյութը տեսնանք, փորձեմ էլ ժամանակ, թե ինչ ժամանակահատվածում կլինի ձեր ցանկությունը։ Եվ իհարկե մայիս ամսվա կոդերը արդեն կան ալիքում, ցանկացողները կարող են նայել թվագիտության ալիքը, եթե տեղյակ չեք, ապա կարող եք ալիքի հղումը մեկնաբանության բաժնում է, կարող եք նայել։ Ահա, և 4-րդ տարբերակը, պահեք, ֆիքսվեք ձեր այդ ցանկության վրա։ Կկատարվի արդյոք 4 տարբերակի ցանկությունը։ Ասում եմ, չէ, 4 տարբերակի վրա է ֆիքսվել քարտերը, այնպես որ 4-րդ տարբերակը կլինի, ձեր ցանկությունները կլինի, վերջապես, ես էլ եմ ուրախանում, որ աստղ անգնում, որովհետև լավ չի, որ աստղ ընդհանրապես չի ընկնում։ Դա ճիշտ է, այնտեղ մնացածներն էլ կան, որոնք որ կատարվում են, բայց որ աստղ ընկնում է, դա արդեն մեկ այլ հարց է։ Ահա, ուրեմն, ցանկությունները կիրականանան ձեր, այն ինչ որ դուք պահել եք։ Այստեղ տեղափոխության հետ կապված հարցեր են, որոնք որ եւս էլի հստակ ասում է, որ այո, կիրականանա։ Հստակ ասում է աշխատանքի ընդունվելու պահը, պայմանագրեր կնքելը, նաեւ ծանոթություն հակառակ սեռի հետ, հարցազրույցը լավ կանցնի, քննությունները այստեղ հնարավոր լավ անցնեն, նաեւ նոր սեր, նոր հարաբերություններ, նոր մարդ կմտնի ձեր կյանք։ Հաղթանակած դուրս կգաք, ինչ որ մի հարցում առաջին տեղում կլինեք, հենց քննությունները դա կարող է լինել, որևիցե հարցում հաղթանակ, ինչ որ մրցույթ է այդտեղ եք հաղթում, լոտոյում հաղթանակ, եւս այստեղ գավաթ էլի ձեր ձեռքում է էլի հաղթանակ։ Այստեղ
երկու տեղ հաղթանակ ունեք, երկու հաղթանակ ինչ որ տարբեր տեսակի, ամեն մարդ իրանը պետք է ընտրի։ Դեստեղ կարող է սպորտի մեջ է, նոք քննության հետ կապված չէ, ինչ որ մի բանում, ֆուտբոլի եւ այլն, որտեղ որ գավաթ են շահում, յուրաքանչյուր սպորտ, նաեւ ոսկեղեն այստեղ գնաք մատչելի գներով, նաեւ բիժուտերիա նվեր ստանաք, կամ նաեւ ոսկել նվեր ստանաք, ինչու ոչ։ Այսքանը ձեզ համար։ Թող որ բոլորի ցանկությունները կատարվեն։ Հիմա այնպես է ստիպում, որ բոլոր մարդիկ պահեն 4-րդ տարբերակը։ Առաջին, երրորդը ուղղակի լսում են։ Միևնույնն է, գիտեմ, որ 4-րդն է անկնելու։ Չգիտեմ ինչու է, արդեն էս ինչքան ժամանակ է։ 4-րդը հստակ կա, հա, հստակ ընկնում է։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր բոլորի ցանկություններն իրականանան այն ժամանակ, երբ որ ձեզ է հարկավոր, երբ որ Աստծուն է հարմար, Աստծունը ինքն էլ է ուզում, որ ձեր ցանկությունները կատարվեն, ապա անպայման կկատարվեն։ Ահա, այսքանը։ Լավ եղեք, սիրելիներս։